Ողջույն, այս դասում կհասկանանք, թե ինչ է Go-ն, որտեղ է օգտագործվում և ինչու է այն բեքենդի և ինֆրայի սիրելի լեզուներից մեկը։ Go-ն ստատիկ տիպավորված ծրագրավորման լեզու է, որը ստեղծվել է, որ գրես պարզ ընթեռնելի կոդ և ստանաս շատ լավ performance առանց բարդությունների։ Go-ի փիլիսոփայությունը շատ պարզ է. պարզ լուծումներ, կանխատեսելիություն և հեշտ սպասարկվող համակարգեր, սա շատ կարևոր է production-ում։ Երեք հիմնական ոլորտ, որտեղ Go-ն հատկապես ուժեղ է. Backend, tooling և high-load համակարգեր։ Backend-ում Go-ն ուժեղ է, որովհետև տալիս է արագ request handling, քիչ ռեսուրսների օգտագործում և շատ հարմար ստանդարտ գրադարան։ Go-ում, օրինակ, HTTP server ստեղծելը շատ պարզ է, քիչ կախվածություններ, քիչ մոգություն, սա նշանակում է, որ դու կարող ես կառուցել միկրոսերվիսներ, API gateway-ներ, չգիտեմ, background worker-ներ, streaming service-ներ առանց ծանր framework-ների օգտագործման։ Go-ով գրված կոդը սովորաբար ընթեռնելի է թիմի համար, ունի ստանդարտ գործիքներ, որոնք թույլ չեն տալիս գրել վատ ընթեռնելի կոդ, deployment-ը պարզ է և debugging-ը ավելի ուղիղ։ Շատ կարևոր բան. Go-ն տալիս է մեկ հավաքված binary file։ Սա production-ում նշանակում է պարզ deploy, քիչ runtime խնդիրներ և կանխատեսելի վարքագիծ։ Օրինակ, եթե դու գրում ես service AWS-ում կամ Kubernetes-ում, Go service-ը սովորաբար հեշտ է կոնտեյներիզացնելը և ստանում ես լավ cold start ժամանակ։ Երկրորդ ոլորտը դա tooling-ն է։ Go-ն tooling-ի համար գրեթե իդեալական ծրագրավորման լեզու է։ Պատճառները երեքն են՝ արագ compile, մեկ binary file, լավ ստանդարտ գրադարան։ Go-ով սովորաբար գրում են CLI գործիքներ, կոդ գեներատորներ, DevTools-եր, internal platform tool-եր, migration tool-եր և այն ամեն ինչը, որը կարագացնի թիմի աշխատանքը։ Օրինակ, նույն Kubernetes-ը գրված է Go-ով։ Երրորդ ոլորտը high-load համակարգերն են։ High-load ասելով նկատի ունեմ շատ request-ներ, շատ background job-եր, շատ input-output, շատ event-ներ, որտեղ latency-ն և կայունությունը կարևոր են։ Go-ն ունի շատ ուժեղ concurrency մոդել, կոռուտինաներով և channel-ներով, դրանք թույլ են տալիս գրել concurrent համակարգեր պարզ և կառավարելի ձևով։ High-load-ում շատ կարևոր է observability-ն, այդ պատճառով կուրսի մեջ մենք անպայման կանցնենք լոգեր, մետրիկաներ, tracing, պրակտիկ օրինակներով։ Go-ն հիանալի է, եթե ուզում ես production ready backend և tooling։ Հաջորդ դասում կսկսենք ուսումնասիրել Go-ն, կսկսենք կարգավորել միջավայրը և կստեղծենք մեր առաջին փոքր ծրագիրը։ Կհանդիպենք հաջորդ դասում։